Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը, միասին ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Սարսափելի կադրեր Բուշերի իրանական հիվանդանոցի նորածնային բաժանմունքից։ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածից ավերված հիվանդանոցից շտաբ տարհանել են վաղաժամ ծնված նորածիններին։ Հաստատությունում սարքավորումները դադարել են աշխատել և որոշ նորածիններ մահացել են, հաղորդում է Ռաբտլին։ Սա հիվանդանոցին հասցված առաջին հարվածը չէ, ավելի վաղ հարված էր հասցվել նաև Թեհրանի Գանդի բժշկական կենտրոնին։ Հարվածների հետևանքով ավերվել է նաև մոտ 20 դպրոց։ Խամենեի հոգեհանգստի արարողությունը հետաձգվել է իրանցի պաշտոնյան գործակալությանն ասել է, որ հետաձգման պատճառը լոգիստիկ խնդիրներն են, այդ թվում տարբեր նահանգների բնակիչների կողմից արարողությանը մասնակցելու խնդրանքները։ Իսկ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը իր մահվան մասին լուրերից հետո հայտնվել է հանրության առջև։ Հայ-իրանական սահմանի մոտ բեռնատարների կիլոմետրանոց հերթեր են, ահա տեսանյութը։ Ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը չի հասկանում, թե ինչու է իշխանությունը անընդհատ խոսում ընդդիմությունից, եթե վերջիններս վարկանիշ չունեն։ Եթե ընդդիմությունը չունի վարկանիշ, որևէ սպառնալիք իրենց չի ներկայացնում, 0% հեղինակություն ունի, իրենք ինչ են անդադար ընդդիմությունից խոսում։ Ինչն է իրանց անհանգստացնում, զրո ազդեցություն ունեցող ուժերի մասին, այդքան նվիրում են ժամանակի մեծ մասը, ճեպազրույցների, հայտարարությունների մեծ մասը, եթե իրենք անհանգստանալու բան չունեն, մեծամասնությունն էլ չանսեմ սահմանադրական մեծամասնություն են վերցնում։ Սա նման է այն ուժի վարքագծին, որը սահմանադրական, այսինքն 70% է գնում վերցնի։ Եթե 70% են վերցնում, Գյումրու սցենարից օրինակ ինչի են վախենում։ Գյումրու սցենար չի կարող լինել, եթե իրենք 70% են։ Խորհրդարանում օրվա երկրորդ կեսին կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին։ Որքան անլուրջ եք մոտեցել արտաքին հետախուզական ծառայության այս զեկույցին, նորից եմ ասում, ձեր կողմից ստեղծված, որ Իրան-Իսրայել-ԱՄՆ պատերազմի առաջին օրը անհոգ պերաշկի եք ուտում ձեր քարոզարշավային ավտոբուսում։ Շնորհակալ եմ։ Դալիճում լրություն։ Ես զարմանում եմ, որ կանխատեսելի հարցերին սենց արձագանք եք տալիս, անկեղծ։ Շնորհակալ եմ Տիկին Խամոյան հարցի համար։ Ձեր հարցը ծայրից ծայր նրա մասին է, որ Հայաստանում կան ինստիտուտներ, որ անկախ նրանից, թե վարչապետը որտեղ է կամ ինչով է զբաղված, վարչապետը եւ կառավարությունը հոգ է տարել, որ այդ ինստիտուտները աշխատեն։ Ընդ որում, եթե այն ինչ որ տեղի ունենում Իրանում ձեզ համար նորություն է, Հայաստանի պետական ինստիտուտների համար նորություն չէ։ Ձեր հարցի համատեքստում անհասկանալի է, ինչի ազգային ժողովի նիստը չենք չեղարկել ընդհանրապես։ Որ գանք այստեղ, ասենք 1000 ներողություն, ինչ որ սադրիչ անկապ հարցեր հնչեն, մենք դրանով պետության բանը վտանգենք, ինչ եք նիստ անում, չեղարկեք նիստը։ Այս երեխեքին ինչ եք վերել ստեղ նստացրել, 1000 ներողություն։ Ու որ ինձ ասում եք պերաշկ ենք ուտում, ձեզնից չի երևում, որ ինչ որ հացադուլ հայտարարած եւ քուրց հակած վիճակում եք, ինչի գլխներիդ մոխիր լցրած չի ձեր բանի խմբակցության եւ ինչի քուրց չեք հակել։ Կամ ինչի չեք ինքնահրկիզվում ընդհանրապես, ես չեմ հասկանում։
Ըստ Բաքվի աղբյուրների արեստացին Ադրբեջանը հավանաբար լրացուցիչ զորակազմ է տեղակայել Իրանի հետ սահմանին, իսկ այդ կազմավորման ՊՆ-ն, Սահմանապատծառայությունը և ՆԳՆ-ն անցել են ուժեղացված մարտական պատրաստության ռեժիմի, գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Թեև տեղեկությունը պաշտոնական չէ, բայց ոչ ոք չի կարող բացառել, որ հնարավոր է նման ռազմական պատրաստությունները միտված չեն այն սցենարին, երբ Իսրայելի դաշնակից Բաքվի բարբարոսական վարչախմբին կհրահանգվի միանալ Իրանի դեմ ագրեսիային, գրել է նա։ Խոշոր չափի գողություն Լոռու մարզում Դիահերձարանի աշխատակցի տանից։ Գողության ժամանակ նրանք ընտանիքով ծնունդի են մասնակցել։ Վերադառնալով տունը հայտնաբերել են թալանված։ Չարագործները խոշոր չափի գումար և աշխատակցի անվամբ հաշվառված զենքեր են տարել։ Շամշյանը հայտնում է, որ գողերը կոտրել են տան տարածքում տեղադրված տեսախցիկները ու իրենց հետ տարել կրիչները, կոտրել են նաև չհրկիզվող պահարանը։ Մարդիկ գնացել են երևի մի քանի ժամ, 5-6 ժամ իրենց ծնունդն են արել ու վերադառնալով տուն, սենց անցնում էլ ժողովուրդ, վերադառնալով տուն, անակնկալի են եկել, ամբողջ տունը տակնը վրա են արել։ Երկարատև տանից բացակայելու դեպքում մի մոռացեք փակել պատուհանները։ 3 օրում աղոնիկները ռուսաստանցի բնակչի տունը տակնու վրա են արել։ Այն հիմա այսպիսի տեսք ունի։ Միասին թերթենք մամուլի էջերը։ Հրապարակը գրում է, պարտադիր է դարձել պետական միջոցառումների ժամանակ օրհներգի կենդանի կատարումը և սա նշանակում է, որ ցանկացած միջոցառում, որը պլանավորվում է պետական կառույցների կողմից առավել ևս արարողակարգային միջոցառումների դեպքում պետք է նախապես պլանավորել և ապահովել օրհներգի կենդանի կատարման հնարավորությունը։ Փետրվարի 12-ին կառավարության նիստում հայտարարել էր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով Հայաստանի օրհներգի կատարման կարգի փոփոխությունները և կառավարության որոշման նախագիծը։ Ինչ վերաբերում է ունկնդիրներին, ապա նրանք պետք է օրհներգի կատարման ժամանակ լինեն հոտնկայս, աջ ձեռքը կրծքին դրած։ Այսինքն, ինչքան երկրի ինքնիշխանությունն իջնում է, ինչքան շատ են մեր թշնամի երկրների ղեկավարները տրորում մեր արժանապատվությունը և մեր հասցեին վայրահաչում, այնքան ձևական արարողակարգային էժան տրյուկներով այս իշխանությունը փորձում է ցույց տալ, թե հարգում է մեր պետության սիմվոլները, օրհներգի նոր կարգ է ընդունում, դրոշներ է տեղադրում այստեղ-այնտեղ։ Վերջին շրջանում մարդիկ նկատում են նաև, որ օրհներգի ժամանակ ԿՊԱ-ականները շարքով կանգնում են ու ձեռքերը դնում կրծքին, սրտի մասում, ինչն իբրև թե հարգանք է երկրի հիմնի նկատմամբ։ Այլ երկրներից ընդօրինակված լավ կլիներ, որ այլ երկրներից նաև պետություն պահելու արժանապատվություն ունենալու թշնամու առաջ գլուխ չխոնարհելու մյուս որակներն ընդօրինակ էին։ Նույն աղբյուրը գրում է. Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից 5 պակաս երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է նոր փորձության ենթարկել ընդդիմադիր դաշտին և կրկին վերաակտիվացնել իր թիմի նախաձեռնած և ոչ մի տեղ չտանող իմպիչմենթի գործընթացը։ Փաշինյանին իմպիչմենթ հայտնելու ձեռնարկով ՀՀԿ-ն հիշեցնենք հանդես էր եկել դեռ անցած տարվա ամռանը և այդ առաջարկի հողի վրա երրորդ և երկրորդ նախագահների թիմերի տարաձայնությունները սրվեցին։ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքում թերահավատ էին այդ գործընթացի հաջողության նկատմամբ և տևական ժամանակ ձգում չէին միանում դրան, ինչի համար դաժան քննադատության էին արժանանում հակառակ ճամբարից։ Երկար չեմուչումից հետո, սակայն անցած տարվա սեպտեմբերին պաշտոնապես հայտարարեցին իրենց համաձայնության մասին, ստորագրելով իմպիչմենտի փաստաթուղթ և միանալով պատիվ ունեմի նախաձեռնությանը։ Սակայն պարզվեց, որ իմպիչմենտի կողմնակիցները չեն կարողացել բավարար թվով ձայներ ստանալ և անգամ նախագիծը շրջանառության մեջ դնել հնարավոր չէր։ Իրենց ու Հայաստան դաշինքի падգամավորների համատեղ 34 ձայնին ևս 2 ձայն էր պետք։ Ամիսներ անց ՀՀԿ-ն թեպետ չի կարողացել պակասող 2 ձայնի հարցը լուծել, բայց որոշել է կրկին օրակարգ բերել իմպիչմենտի այդքան չարչրկված թեման։ Գուցե ընտրություններից 5 պակաս նման քայլի իմաստն ընդդիմադիր դաշտին հարվածելն է, բոլոր անհեռանկար անիրատեսական գործընթացի տապալման մեղավորներ հռչակելը, որը հետո հայտարարեն չենք մասնակցում ընտրություններին։ Ռոբերտ Քոչարյանի թիմում 3 նախընտրեցին դեռ լռություն պահպանել, խմբակցության ակտիվը հրաժարվեց մեկնաբանություններ տալ։ Շարքայիններից Արսեն Ղազարյանն էլ ասաց, թե իմպիչմենտի մասին ամիսներ առաջ արդեն իրենց դիրքորոշումը հայտնել են։ Այն չի փոխվել։ Եթե ձեզ փողոցային պայքարի կոչ անեն կմիանաք, հետաքրքրվեցինք մենք։ Ոնց կորոշի խմբակցությունը, հիմա չեմ կարող այդ հարցին պատասխանել, ասաց պատգամավոր Արսեն Ղազարյանը։
Հրապարակը գրում է. սկանդալային բաժանումից անմիջապես հետո հանրությանը զարմացնելու էստաֆետը կնոջ ձեռքից ընդունեց Նիկոլ Փաշինյանը։ Ներկուսակցական քարոզարշավի անվան տակ նա ԿՊԱ-կան ուրախ ավտոբուսով ընկավ մարզեմարզ, կարճ տեսանյութեր տեղադրելով իր էջում։ Արանքում ձեռքի հետ լրագրողի մասնագիտություններ հիշել, ԿՊԱ-կան եղբայրության հետ հարցազրույցներ են անում պերաշկի եւ կուկուռուզ ուտում։ Այդ կադրերը դիտելով իհարկե մարդիկ չէին մտածում ապրի Նիկոլը, տեսնենք ռեստորան չի մտնում, նախկինների պես խաշ խորոված չի ուտում, այլ զարմանում էին մեր քթիտակ երրորդ համաշխարհայինն է սկսվել, բարեկամական երկիրը ռմբակոծում են, իսկ նա պերաշկի է ուտում, ասում, խոսում, ծիծաղում։ Այն ժամանակ, երբ բոլոր նորմալ երկրների ղեկավարները դիմում են իրեն ժողովուրդներին ու հակառակորդ կողմերին փորձում են մի բան անել։ Բայց մենք այդպես էլ չհասկացանք, թե ովքեր էին Փաշինյանի կուսակիցները, որոնց շրջանում նա իբր ներկուսակցական քարոզարշավ էր անում։ Իջևանի ծերուկը, որը վարչապետի իր դեղերն էր ուզում, թե Արտաշատցի խանութպանը, որը թույլ չտվեց նրան իր խանութ մտնել, քարոզանելու կամ էլ դիլիջանցիները, որոնց կիրակի օրով առավոտ կանուխ դիվադադար էր անում վարչապետը, շնորհավորելով իշխանության փոխած վերելակը, թե այն երեխեքը, որոնց հետ վարչապետը նկարվեց, ու ստիպեց սրտի կանել մի նշան, որը վաղուց արդեն փչացրել են քաղաքական իմաստ հաղորդելով, որը խորհրդանշում է ՔՊ-ի երկիմաստ սերը։ Բոլոր տեղերում վարչապետը բացահայտ քարոզարշավ էր անում, Մասիսում անցնող դառնողին բարևում էր, մոտենում էր ծաղիկ բանջարեղեն վաճառողներին, քաղաքացիներն իրենց հարցերն էին ուղում իշխանությանը։ Նա էլ թե բա ես ինչ անեմ, հո չեմ հրահանգելու, դուք ավականուն նամակ գրեք կլուծեն։ Իհարկե, երբեմն Փաշինյանը մոռանում էր, որ չպետք է հրահանգի։ Մանկապարտեզի տնօրեն չնշանակեք, արգելում եմ, ասաց նա միամիտ տավուշեցուն, որն արդարություն փնտրելով խնդրում էր իր աղջկան մանկապարտեզի տնօրեն նշանակել։ Մերձ Մոսկովյան պոլիկլինիկաներում եւ հիվանդանոցներում բժիշկների խելացի օգնականից թեստավորում է սկսվել։ Փորձնական նախագիծն իրականացվում է արհեստական ինտելեկտի օգնությամբ։ Այդա ախտորոշիչ օգնականը վերլուծելով հիվանդի էլեկտրոնային քարտի տվյալները օգնում է թերապևտներին, ինչպես նաեւ համակարգը ուսումնասիրում է բողոքները, հիվանդությունների պատմությունը, հետազոտությունների եւ անալիզների արդյունքները։ Ստացված տվյալների հիման վրա Այդան առաջարկում է ամենատարածված ախտորոշումներից մեկը։ Վերջնական ընտրությունը միշտ կատարում է բժիշկը։ Ֆինլանդիայի ծոցի սառույցից 230 ձկնորսների են փրկել, նրանց թվում 4 երեխա կա։ Մարդիկ չեն կարողացել ափ վերադառնալ սառցաբեկորի պատճառով։ Այն աշխատակիցներին հաջողվել է բոլորին բարեհաջող տեղափոխել ցամաք։ Հետևեք անցուդարձին ամեն երեկո, կհանդիպենք վաղը նույն ժամին։